Բարև ձեզ, ես Դավիթ Դանիելյանն եմ, այսօր ձեզ կպատմեմ Ջանի Ռոդայի պաղպաղակի դղյակը։ Մի բոլորյակ քաղաք կար, այդ բոլորյակ քաղաքի ամենագլխավոր հրապարակում մարդիկ մի դղյակ էին սարքել, այն ամբողջավոր պաղպաղակից էր, տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզը մրգաշաքարից էր և ինչ չկար պաղպաղակից էր։ Մի տղան բռնում է սեղանի ոտքը, ես սկսում եմ լպստել, հետո այն տղան բռնում է մյուս ոտքը, հետո այն մյուս ոտքը, երբ բռնում է այն մյուս ոտքը, սեղանի բոլոր ափսեները ընկնում են ուղիղ տղայի վրա, ափսեներն են այն պաղպաղակից։ Քաղաքի պահակը տեսա, որ դղյակի մի պատուհան հալչում է, այդ պատուհանը ելակի պաղպաղակից էր, հետո պահակը ասա. երեխաները վազեք այստեղ եկեք, երեխաները եկան, ես սկսեցին վարդագույն առվակը լպստեմ, որ ոչ մի կատր չկորչի։ Բազկաթոռ ինձ տվեք, բազկաթոռ տվեք, աղաչում էր մի ծեր տատիկ։ Բազկաթոռ տվեք, ես ծեր խեղճ տատիկ եմ, հենրակ նու բարի հշեց բերեց կրեմից բազկաթոռ, տատիկը շատ լավ ուրախացավ և սկսեց լպստել, այսինչ լավ իսկական տոն է, բոլոնիայի բժիշկների համար լավ օր է, իսկական տոն է, բոլոնիայի բժիշկների համար այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց։ Այդ օրվանից երեխաները երկրորդ բաժին պաղպաղակ էին ուզում, ծնողները տխուր ասան. բարեկամս, քեզ երևի մի դղյակ պաղպաղակ է պետք, որ եղել է Բոլոնիայում, այդ ժամանակ դու կկշտանաս։ Ցտեսություն։